Արմավիրի մարզ։ Արմավիրը Հայաստանի ամենափոքր մարզն է Արմավիրի մարզկենտրոնով։ Այստեղ է գտնվում Սուրբ Էջմիածին եկեղեցին, որը կառուցվել է 301 թվականին, որում խնկի հոտն ու աղոթքի ձայները միախառնվել են քարերին, դառնալով հավերժության վկաներ։ Արմավիրը վայր է, որտեղ հողն ու արևը սիրարված են միմյանց։ Արմավիրի այգիները գունեղ են բոլոր եղանակներին։ Գարնան այստեղ ծաղկում են ծիրանինները, եւ մեղմ քամին նուրբ խաղում է նուրբ վարդագույն թերթիկների հետ։ Երբ հեռվում հպարտորեն կանգնած է Արարատը, իր ստվերը գցելով Արմավիրի հողերին, այդ վայրում կարծես ժամանակը դադարում է, տալու մարդուն հնարավորություն զգալու ամենափոքր մանրուքը, ամենաբույր հոտը, ամենագեղեցիկ հնչյունը։ Վաղարշաբաթ քաղաք, ներկայումս Էջմիածին, այն եղել է պատմական Հայաստանի մայրաքաղաքը երկրորդ դարում Արգիշտի առաջինի օրոք։ Այստեղ գտնվում Սուրբ Էջմիածին եկեղեցին, որը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը 301-303 թվականներին։ Տաճարի ներսում է գտնվում քրիստոնեական սրբությունները, ինչպիսիք են Սուրբ Գեղարդը, Նոյան Տապանի մասունքներ, նաև Սուրբ Գայանե և Հռիփսիմե կույսերի մասունքները։ Սուրբ Հռիփսիմե և Գայանե եկեղեցիները կառուցվել են 7-րդ դարում, նրանք հայկական ճարտարապետական գլուխգործոցներ են։ Հայկական ճարտարապետական մի ուրիշ գլուխգործոցը նաև Զվարթնոց եկեղեցին, եռահարկ գմբեթավոր տաճար է, որը կառուցել է Ներսես 3-րդ կաթողիկոսը 643-652 թվականներին։ Այն, ինչպես նաև ուրիշ եկեղեցիներ, փլուզվել է 10-րդ դարում երկրաշարժից։ Արգիշտի խինիլին ուրարտական քաղաք ամրոց է, որը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում Արգիշտի առաջինի օրոք։ Այն եղել է ուրարտական քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը, որում եղել են շատ դղյակներ, ամրոցներ և այլն։ Մեծամորի հնավայրը։ Մեծամորի հնավայրը թվագրվում է Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակով։ Այնտեղ եղել է աստղագիտարան, բնակելի թաղամասեր, մետաղաձուլական կենտրոններ և այլն։ Այնտեղ նաև հայտնաբերվել են ոսկյա, արծաթե զարդեր, նաև մարդկային կոթողներ։ Սարդարապատի հուշահամալիրը։ Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի ունեցել 1918 թվականին, դրա պատվին կառուցվել է հուշահամալիր 1968 թվականին։ Այն կառուցված է զանգակատնից, սյուներից և 3 ցլերից, որը կառուցված են կարմիր տուֆով։ Այդ 3 ցլերը խորհրդանշում են հայ ժողովրդի մարտունակ ոգին։